Բարև ձեզ։ Պատերազմի դաշտից Այստեղ ամեն ինչ այլ է Նման չէ մեր տանը պարզ է Ցերեկը տաք է Գիշերը Ոնց եք։ Հայաստանի ևս մեկ բնակավայր շուտով շուրջօրյա ջրամատակարարում կունենա։ Կոտայքի մարզի Արձական գյուղում նոր համակարգ է կառուցվում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող Toyota Երևան ընկերության այս տարածքը հայտնվել է քրեական գործի առանցքում։ Մեղադրյալն էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Ты едешь или нет, блядь, или иначе сейчас... Գորիս համայնքի ղեկավար Արոշ Արուշանյանը զրկվել է վարորդական իրավունքից։ Քրեական վարույթի նախաքրնությամբ պարզվել է, որ Արուշանյանն առողջական խնդիրների պատճառով մեքենա վարելու իրավունք չուներ։ Քաղաքացի Արոշ Արուշյանը 2011 եւ 2014 թվականներին զորակոչային տարիքում զինկոմիսարիատի համապատասխան ուղեգրի հիման վրա հետազոտվել է բժշկական հաստատություններում եւ նրա մոտ ախտորոշվել են հիվանդություններ։ Նշված հիվանդությունների հիմքով Արոշ Արուշյանն ազատվել է զինվորական ծառայության զորակոչից եւ հաշվառվել է պահեստազորում։ Подняться! Не трогай, блядь! Подняться, я сказал! Не трогай! Подняться! Нужно просто подняться! Подняться! Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ։ Ինչ? Ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ինչ? Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Обижали когда-нибудь кошек, собак, живых? Никогда. Детей били? Не. Оскорбляли женщин? Никогда. Руку поднимали на старшего? Не, такого нету. То есть вы добряк по жизни? Да. Самый плохой поступок в жизни, который вы совершили? Убить человека один раз. И все. Եթե ինքը սուտ խոս, հələ մի րոպե։ Եթե ինքը սուտ խոսացող, սուս մնացեք։ Чё? Сказал. Переломаю. Եթե ինքը ստող դասատուչներ, նոր չեր ասի, լավ եմ անում, բայց ես տես բան չեմ ասել։ Համ ասում է լավ եմ արել, համ էլ ասում է տես բան չեմ ասել։ Հիմա ո՞նց հասկանում ես մարդուն։ Какая переломаю, нахуй? Այնագրություն մեջ չենք բերում։ Դուք իրավունք չունեք բարերով մեր ուսուցիչներին դաժե վիրավորեք։ Ты что думаешь, блядь? Ձեր հարցակումներից, ձեր զրպարտանքներից, իմ ասում, Բալավ, հետո Դավթյանը դասերի ժամանակ պրոպագանդում է Թուրքին սիրելու գաղափարը։ Хотела популярность мировую, а не это дерьмо! Հարյուր հոգով հարձակվել են ուսուցչուհու վրա, ծնողներով, աշակերտներով, տնօրենով, փոխտնօրենով։ Խայտարակություն։ Նրանք ներողություն խնդրեցին, ներողություն կամովի, ես ասեցի, որ ես ներել եմ, դե ասենք ես չեմ սիրում, որ ինձ կպնում փաթաթվում են, բայց երեխաները դա էլ արեցին։
Ուրեմն մեր երեխաները ցանկանում են խոսք ունեն ասելու, չնայած որ ուսուցիչները արգելել են երեխաներին խառնվել նմանատիպ իրավիճակներին, բոլորն են ուզում խոսել, բայց ուսուցիչներից փոքրինչ քաշվում են, որ արտահայտվեն, բայց մենք ունենք մի քիչ ավելի խիզախներ, որ չեն կարողանում զսպեն իրենց, ուզում են անպայման իրենց խոսքը ասել, խնդրում եմ իրենց էլ լսեք։ Она достойна такого, как я. Я накачанный, ну не может, брат. Я сильный духом, ебаный в рот. Двоечку ебашу, где с умом, вот такой ебашу. Մեր սրտով չի ընդհանրապես այս իրավիճակը։ Աշակերտների կարծիքը ընդհանրապես հաշվի չի առնվում, բոլորը հուզված են ու ըստ պահի դրության ոչ մի արդեն բուժկինական դարձած անձ չի պատրաստվում ոտք դնի այս դպրոց, քանի դեռ դպրոցը Նատալիա Գարևնայի պատասխանատվության տակ չի։ Սերժական, ռոբական, քոչարյանական, չգիտեմ, այնտեղ նիկոլական, բան պրծանք, էլ բան չկար հորինելու, հիմա էլ պուշկինական։ Նատալիա Գարևնան շատ ճիշտ արդյունքներ է թողել այս դպրոցի վրա։ Сколько квартира стоит? Да нисколько. Тебе надо будет заплатить долги от ЖКХ. То есть мне не надо платить там 1,5 миллиона за двушку? Не надо платить. Только долг? Только а какие долг. долги примерно? Ну, до 100 тысяч. Приезжают у нас туристы и все спрашивают, ой, там есть какой-то, есть там, говорит, я говорю, что за ну юбилейный, он заброшенный. Я говорю, какой заброшенный, если я там живу? Как сейчас бизнес? Никак. Ну как? Очень мало народу. У нас плохо очень то, что нету медицинских работников. Но ФАП же есть? ФАП есть, но врачей-то нету. Նատալիա Գարևնան Горный любовник. Горный любовник. Ազգանուն չունի, մենակ հայրանում։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերը ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերը էլ դու ճանաչի։ Արա, այդ տղա։ Լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Արա Լևոն։ Արա Լևոն, լսի, ես քեզ նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում։ Ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Մարդիկ ասում են հայրը թուրք է։ Կգնաս հորդ կհարցնես, ոնց էին մարտի 1-ին դիմը հարկարակով մարդկանց սպանում փողոցներում։ Կգնաս հորդ կհարցնես, ոնց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27։ Կգնաս հորդ կհարցնես, ոնց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ։ Կգնաս հորդ կհարցնես, ոնց է ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ։ Կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ինչ էին ասում։ Դեղացի բլուսկեք։ Ay տարականներ։ Ես դու էլ հասավ մեր երկիր։ Ձեր երկիր։ Անանց ես խոսում արա, ոնց որ պապդ Կոլոմբոսի զինվորն է եղել։ Ու դու էլ ստես ծնվել։ Բարա, չգիտեիր, էսի պապերիս երկիրն է։ Կարող է էլ տնջոններ կնունքիդ քավորն է եղել, արա։ Չէ, չեմ կնքվել, քավոր չունեմ։ Ինչ ա ուզածդ։ Երևում է, որ չես կնքվել։ Որ կնքված լեիր, սրբություն կունենայիր։ Սո շատ լեզվիտ տվիր, արա։ Հազարը որ դրել եք Գագոյի վզին, որպես շտրավ։ Հետել եք հետ տալու Գագոյին ու ներողություն խնդրեք։ Թե չէ։ Թե չէ ինչ։ Ինչ։ Թե չէ ես թեման պրագոն կանեմ սաղ գողերին, ու դու էլ գող չես մնա։ 3 օր քեզի ժամանակ, որ այդ փողը հետ տաս Գագոյին։
Եղել եմ վարդը դժգույն Սիրուց տանջված այտերի Մելամաղձոտ խաղաղություն Սույս է որակաչերի Ես պահել եմ սրտիս խորքում Մի լուր գաղտնիք սիրայի Եվ այն երբեք ոչ մի երկում Հայտնելու չեմ աշխարի Ես պահել եմ սրտիս խորքում Մի լուր գաղտնիք սիրայի Եվ այն երբեք ոչ մի երկում Հայտնելու չեմ աշխարի Բայց երբ պահել անկարող եմ Դժվար է համբերել Չասել ինչով բախտավոր եմ Չասել ինչպես եմ սիրել Բայց երբ պահել անկարող եմ Մա դժվար է համբերել Չասել ինչով բախտավոր եմ Չասել ինչպես եմ սիրել Բայց երբ պահել անկարող եմ Մա դժվար է համբերել Չասել ինչով բախտավոր եմ Չասել ինչպես եմ սիրել Ես պահել